Ոստիկանությունում ծառայությունն ու մարտարվեստը առաջին հայացքից թեև տարբեր ուղղություններ են, սակայն երկուսն էլ հիմնված են նույն արժեքների վրա՝ խիզախություն, կարգապահություն եւ պատասխանատվություն։ Առաջինի հիմքում հասարակության անվտանգության ապահովման գաղափարն է, երկրորդի դեպքում ինքնակատարելագործման։ Այս սկզբունքների համադրությունն էլ ձևավորում է համայնքային ոստիկանի կերպարը՝ հավասարակշիռ, նպատակասլաց եւ մարդակենտրոն։ Այդ կերպարը ձևավորողներից է համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայող Հմայակ Գալստյանը։ Ազնվությունն ու աշխատասիրությունը եղել է նրա դաստիարակության հիմքում, իսկ ծառայության ռիթմին վաղուց էր ծանոթ։ Ընտանիքում այլ ծառայողներ եւս կային, որոնց օրինակով էլ հենց ոգեշնչվել էր պատասխանատու եւ հանրօգուտ ճանապարհ ընտրելիս։ Ոստիկանությունում ծառայում եմ 2017 թվականից, սիրել եմ միշտ ծառայությունը, համազգեստ է։ Ընդունվել եմ ոստիկանության կրթահամալիր, սովորել ավարտել եմ եւ նշանակվել եմ ոստիկանության Մարաշի բաժնում։ Ծառայությունը ինքը իրանով բարդություն ներկայացնում է, ես արդեն ծառայության մեջ եղել էի, հայկական բանակում ծառայելու ժամանակ այդ բարդությունները տեսել եմ, բայց եթե ինչ-որ նպատակ ես դնում, այդ նպատակին հասնելու համար էլ խոչընդոտներին ուշադրություն շատ չես դարձնում։ Հմայակ Գալստյանի համար յուրաքանչյուր աշխատանքային օր ոչ թե պարտականություն է, այլ նոր հնարավորություն ծառայության միջոցով արտահայտելու կարգապահությունն ու հոգատարությունը։ Նրա համոզմամբ համայնքային ոստիկանը պետք է լինի քաղաքացիների կողքին, իր ծառայությամբ ապացուցելով, որ իրական անվտանգությունը սկսվում է մարդկային ջերմ հարաբերություններից ու փոխվստահությունից։ Մեծ նշանակություն տալով անչափահասների հետ շփմանը նա պարբերաբար այցելում է դպրոցներ, որտեղ ծառայակից ընկերների հետ աշակերտներին ներկայացնում են օրինահարկ վարքագծի քաղաքացիական պատասխանատվության կարևորությունը։ Այդ հանդիպումները ըստ Հմայակ Գալստյանի նաև հնարավորություն են հասկանալու, թե ինչ է հետաքրքրում դպրոցականներին, ինչ հարցեր ու մտահոգություններ ունեն եւ ինչպես կարելի է աջակցել նրանց ճիշտ կողմնորոշվելու ճիշտ ընտրության հարցում։ Զգեստապահարանում կողք կողքի իրենց տեղն ունեն ոստիկանական համազգեստը, վկայելով նրա ծառայողական պատասխանատվության մասին, զինվորական համազգեստը, հիշեցնելով անցած ռազմական ուղին եւ կիմանուն, արտահայտելով ներքին խաղաղությունն ու ինքնակառավարման արվեստը։ Երբ ծառայությունն ավարտվում է, ոստիկանական համազգեստին փոխարինում է մարզականը։ Հմայակի կյանքում թեքվանդոն ոչ թե պարզապես մարզաձև է, այլ մտածելակերպ, գործելաոճ։ Նա վստահ է, որ տարիների ընթացքում զբաղվելով սպորտի այս տեսակով, կոփվել է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն։ Մարզումները սովորեցրել են վերահսկել հույզերն ու զգացմունքները, գործել սառնասրտորեն եւ լինել հավասարակշիռ։ Միշտ սիրել եմ եւ հետաքրքրվել եմ արևելյան մարտարվեստով, հատկապես տայկվանդոյով։ Առաջին մրցումներս եղել է բնականաբար Հայաստանում, եղել է Հայաստանի Հանրապետության բաց առաջնությունը, որտեղ մասնակցում էին նաեւ հարևան երկրներից, Վրաստանից, Իրանից։ Ես այդ ժամանակ զբաղեցրել եմ 3-րդ մրցանակային տեղը։ Դրանից հետո արդեն Հայաստանի առաջնությունն է եղել, որտեղ զբաղեցրել եմ առաջին մրցանակային տեղը։ Պարգևների ու մեդալների մեջ իր ուրույն տեղն ունի արիության մեդալը, որը Հմայակ Գալստյանի կյանքում ամենակարևոր գնահատականներից է։ Բացի ծառայությունից նա նաև հաջողություններ է գրանցել սպորտում, դառնալով Հայաստանի հնգակի չեմպիոն եւ միջազգային մրցաշարերի մրցանակակիր։ Նա համոզված է, որ ծառայության ընթացքում ֆիզիկական ուժը պետք է զսպվածությամբ եւ առողջ դատողությամբ ուղղորդվի։ Այդ պատճառով ծառայության մեջ երբեք չի կիրառում մարզական հնարքները։ Թայքվանդո մարզաձևը օլիմպիական մարզաձև է եւ իր հնարքները արգելվում է մրցաշարերից դուրս կիրառելը։ Այդ իսկ պատճառով ծառայության մեջ հիմնականում չի կիրառվում տայկվանդոյի հնարքները, բայց ամեն դեպքում սպորտով զբաղվելը շատ օգտակար է եւ շատ է օգնում կյանքում, թե ծառայության մեջ։ Հմայակ Գալստյանի օրինակը լավագույն ապացույցն է այն բանի, որ համայնքային ոստիկանը պետք է ոչ միայն ուժի, այլև հավասարակշռության ու մարդակենտրոնության խորհրդանիշ լինի։